Աստծո ողորմությամբ թեման, որ պատրաստել եմ ձեզ ներկայացնել, այսպես եմ վերնագրել. ներել, թե ետ քաշվել։ Թեկուզ հարցական նշանը չտեսնենք բառերի վրա, բայց արտահայտությունից հասկանում ենք, թե ետ քաշվել։ Մենք իրականում դժվար ժամանակներ ենք ապրում եւ շատ նրբին հարցեր, որ մեր կյանքում հանդիպում են, պետք է մեզ դրանց վրա կանգնել, մտածենք, արծարծենք, նմանատիպ թեմաներ շատ է խոսվել, բայց ժողովուրդ ջան, պատահական չեմ նորից ծանոթանում այս հարցերին, ներելն ինչ է, մարդուց, որից պետք է ետ քաշվել, դա ինչ վերաբերմունք է, ինչպես է նայվում Աստծո կողմից, այդ հարցերը իրար կողքի դնենք, ավելի պարզ լինի, որ հասկանանք Աստծո կամքի համեմատ վերաբերմունքի մեջ ենք, թե սխալ վերաբերմունքի մեջ, որովհետև մեկը մեկից պահանջում են մարդիկ, մեկը մեկից պահանջում են, իբրև հոգևոր միտք ունեցողներ, ումից պիտի ետ քաշվես, պահանջում են ներել, այդ ասելով ետ քաշվելդ մեղադրեն, բայց Տիրոջ խոսքը ասում է ետ քաշվիր, ներելու քողի տակ պահանջում է չէ ետ մի քաշվիր, ներելն ուրիշ բան է, ետ քաշվելը, եթե պետք է մեկից ետ քաշվել, դրանք տարբեր բաներ են, դրա համար կուզեմ որոշակի մանրացնել Սուրբ գրքում բերված խրատներից, որ խոսվում է նման հարցերի շուրջ, Մատթեոսի ավետարանի 18-րդ գլխում 21-ից 35 համարում ներելու հետ կապված շատ լավ դաս խոսեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ շատ ենք արագ կանցնեմ, որովհետև շատ է արծարծվել, ծեծվել այս խոսքը, Մատթեոսի ավետարան 18-րդ գլխի 21-ից 35 համարը, այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. Տեր, քանի անգամ, եթե իմ եղբայրը ինձ դեմ մեղք կանե, ես ներեմ նրան, մինչև 7 անգամ, Հիսուսը նրան պատասխանեց, չեմ ասում քեզ մինչև 7 անգամ, այլ 70 անգամ 7-ը, նրա համար երկնքի արքայությունը նմանվեցավ մի թագավոր մարդու, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել, և երբ որ սկսեց հաշիվ տեսնել, նրա մոտ մեկը բերվեցավ 10,000 քանքար պարտական, բայց որովհետև չուներ վճարելու, նրա տերը հրամայեց, որ նա և նրա կինը, և նրա որդիները, և ամեն ինչ, որ ուներ ծախվի, և պարտքը վճարվի, և ծառան էլ երեսի վրա ընկնելով երկրպագում էր նրան և ասում. Տեր, համբերիր ինձ համար, և բոլորը կհատուցեմ քեզ, տերն էլ գթած այն ծառային, խղճած այն ծառայի վրա, նրան արձակեց և պարտքն էլ շնորհեց նրան, չուզեց պարտքը, երբ որ այն ծառան դուրս եկավ, իր ծառայակիցներից մեկին գտավ, որ իրեն 100 դահեկան էր պարտական, և նրան բռնած խեղդում էր և ասում, վճարիր ինձ, ինչ որ պարտական ես, հիմա նրա այն ծառայակիցը նրա ոտներն ընկավ, նրան աղաչում էր և ասում, համբերիր ինձ համար և բոլորը կհատուցանեմ քեզ, բայց նա չէր կամենում, այլ գնաց նրան գցեց բանտը, մինչև որ պարտքը վճարե, երբ որ նրա ծառայակիցները տեսան եղած բաները, շատ տրտմեցին և եկան իրենց տիրոջը հայտնեցին բոլոր եղածը, այն ժամանակ նրա տերը մոտը կանչեց նրան և ասեց. չար ծառա, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետև դու աղաչեցիր ինձ, պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես որ ես էլ քեզ ողորմեցի, և նրա տերը բարկանալով նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարե նրան, այսպես էլ իմ երկնավոր հայրը կանե ձեզ, եթե դուք ամեն մեկդ իր եղբորը ձեր բոլոր սրտից չթողեք նրանց հանցանքները։ Տեքստը ամբողջ կարդացի, գուցե ինչ-որ մի դետալ, ինչ-որ մի բան մոռացած լինեք, վերհիշեիք։
Օրինակ է բերում Տերը նախ պատասխանում, որ ոչ թե 7 անգամ, այլ օրինակ այս օրինակով 7 անգամ 70, այսինքն մի հաշվիր, դու միշտ ներողամիտ եղիր, ներիր։ Եվ կյանքից հանդիպած դեպքեր, որ օրինակ է բերվում, մի հարուստ մարդ, որ ծառաներ ուներ, երբ որ ուզեց իր հաշիվ տեսել մի ստուգվի մարդկանց հաշվետվություն անեն, եղավ մեկը բերվեցավ իր առաջին, որ 10,000 քանքար պարտք ուներ։ Այդ պարտքը այնքան շատ է, այնքան մեծ, որ ինքն էլ իր ընտանիքով ամբողջ կյանքում աշխատեին, չէին կարող այդ պարտքը փակվեին։ Այս նմանությունը ինչին է նման։ Մարդը Աստծո առաջ, եթե ուզենա իր մեղքերը համրել, հաշվել, չի կարա։ Մենք Աստծո առաջ այնքան հանցանք ունենք, եթե այս 10,000 քանքարը ինչ-որ սահման ունի, մարդկանց մեղքերն ավելին են։ Շատ են։ Ուզենաս հիշես քո մանկությունից մինչև այս տարիքը, որ դու հիմա ներկա ես այս տարիքում, որքան մեղք ես գործել, մի բան կասես, որ շատ, ուղղակի շատ, համրել չեմ կարող, բայց որ այս բերած օրինակի մեջ, ինչպես այս թագավոր մարդը ներեց, թողեց, էլ չուզեց պարտքը, այսպես մեր Տերը թողություն շնորհեց մեզ։ Գիտեք այս հատուցեց պարտքը իր որդուն աշխարհ ուղարկելով, թողություն շնորհեց մեզ, մեղքերի թողություն շնորհվեց։ Մենք մարդկանց հետ, երբ որ ունենում ենք ինչ-որ հարաբերություններ, հաղորդակցություններ, ունենում ենք, չէ՞, մեկս մեկի դեպքում էլ կարող է սխալներ ունենանք, բայց կարող ես հաշվել։ Ասենք, ես ինչ մարդ իմ դեմ սխալ է արել։ Մի ամիս առաջ է սխալն արեց, 2 տարի առաջ է սխալն արեց, բայց կարող ես հաշվել։ 100 դահեկան էր։ Սահմանափակ չափ։ Բայց երբ որ թագավորը այս 10,000 քանքար ունեցողի մեղքերը ոնց որ պարտքը չուզեց, բայց նա գնաց այդ փոքր չափինը, ուզեց 100 դահեկան։ Եթե գիշեք օրավարձով որ աշխատում էին, տարբեր պատճառներով գրված են, չէ, 2 դահեկան, 1 դահեկան օրավարձով որ աշխատում էին։ Թող լինի օրվա աշխատանքի վարձը 2 դահեկան, 50 օրվա աշխատանք։ Բայց իր պարտքերն այնքան շատ էր, իր ընտանիքով հանդերձ ամբողջ կյանք աշխատեին չէին տա։ Պատահական չի ասում, կնոջն էլ, իրան էլ, երեխեքին էլ ստրուկ ծախեք, պարտքը հատուցեք։ Ծախեն էլ պարտք չէին չեր տրվի, բայց 100 դահեկան աչքին մեծ երևաց, իր ընկերոջը, իր ծառակցին բանտ գցել տվեց։ Ուղղակի պիտի սա ասեր, սա մտածեր։ Այսքան մեծ պարտք ինձ թողվեց, ես էլ այս մարդունը ներեմ։ Եվ չպահանջեր դատվելու այդ մարդը, բանդարկվելու։ Պաստորեն կար այդպիսի կանոն, եթե մեկը մեկին պարտքեր ու չէր տալիս, իրավունք ուներ բողոքելու, ապացուցվում էր բանտ էին գցում։ Պաստորեն կար այդ ժամանակով այդպիսի բան, որ այս օրինակը բերվում է։ Սակայն վերջում ինչ է ասում, երբ որ թագավորն իմացավ, որ չի թողել իր ընկերոջ պարտքը, կանչեց եւ բարկացավ, ու այն էլ որ ասում է 34 համարում, նրա տերը բարկանալով նրան մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարե։ Որ ասել էր չեմ ուզում, դե հիմա քո պարտքը դուր։ Այսպես էլ երկնավոր հայրը ձեր։ Եթե դուք չթողեք ձեր եղբայրների մեղքը, հանցանքը ձեր հանդեպ ինչ որ անում են, դուք էլ ներման չեք արժանանա։ Իհարկե ներում, որ ներեցիր մեկին, դրա հաշվին չես արժանանում մեղքերի թողություն ստանալու։ Նախ նա Տերը ներեց մեզ եւ նրա պահանջն է, որ իրան նման էլ մենք ներենք մարդկանց։ Պարզ է այսքանը, ներել ինչ է։ Մարդկանց հանդեպ չար միտք չունե, չպահել մի հատ ողապահության տեղ մարդի սրտի մեջ, որ սատանան հաճախակի հիշեցնի այդ մարդու արարքը ու դառնացնի քո սիրտը, մեկ էլ մի օր բռնացնես քեզ, որ
գրեթե ատելության մեջ ես, սրտի ատելության նման մտքերով տարված ես, ինչ որ մեկի արարք ես հիշել։ Իր զուր տեղը քեզ տանջում ես։ Իր զուր տեղը մեղանչում քո սրտի մեջ, այդ դառը բանը թողնելով քո սրտի մեջ։ Հանի սրտիցդ, Աստված քեզ ներել է, դու էլ ուրիշներին ների, այսինքն քո մեջ մի դիր վերցրու, վերջ։ Աստված ոնց կվարվի, քո Տերն է, քո համար էլ է պահանջելու։ Եթե մարդիկ դու ներեցիր, մարդիկ չուղղվեն, միևնույն է, Աստված պահանջելու է։ Սիրտդ խաղությամբ պահիր, մաքրիր այն հիմքերից, որի վրա կարա սատանան մտքեր կառուցի, քեզ մեղանջել տա, խաղաղությամբ գնաս առաջ։ Սակայն այլ մի հարցի շուրջ եւս կուզեմ խոսել, որ երբեմն խառնում են մարդիկ իրար ներելը եւ Տիրոջ մյուս պահանջը կատարելը։ Սա Տիրոջ պահանջն էր։ Ներեք, ինչպես ձեր երկնավոր հայրը ձեզ ներեց։ Մատթեոս ավետարան 10-րդ գլխից կկարդամ 32 համարից Արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նրան կդավանեմ իմ հոր առաջին, որ երկնքում է, եւ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքում է։ Մի կարծեք, թե ես եկա երկրից վրա խաղաղություն գցելու, չեկա խաղաղություն գցելու, այլ սուր, որովհետև եկա բաժանելու մարդն իր հոր դեմ, աղջիկն իր մոր դեմ, հարսը իր սկեսուրի դեմ, եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կլինեն։ Այսքանի վրա խոսենք, նոր առաջ գնանք։ Այստեղ Տերը սա ինչ է ասում, երբ որ հայտնեց քեզ Աստված, հասկացրեց քեզ, Քրիստոս քո փրկիչն է, ով մեղավոր մարդ, նա է քեզ համար զոհ եղել, դու նրանով պատկանեցիր Աստծուն, այս քո պատկանելությունը մի ուրացի, Քրիստոսին մի ուրացի, Քրիստոս ուրանաս, քեզ ուրացար, քեզ կորցրեցիր, Քրիստոս դավանես, ոնց որ ասած, նույնիսկ եթե նեղություն, հակառակություն հանդիպի քեզ, գիտես, գուցե դրա համար հալածվես, միևնույն է, եթե քո անձն էլ դնես, կշահես քո անձը, մի ուրացի Տիրոջը, բայց ինչ է ասում այստեղ Տերը, որ չեկա խաղաղություն գցելու, այլ բաժանում։ Մարդ, որ դառնում է Աստծուն, մինչ Աստծուն դառնալը, ուշադրություն դարձեք, շատ հարազատներ ունեք, ձեր գլխներով անցած դեպքեր կարաք հիշեք, տարբեր առիթներ, հարսանիքներ, սոքոպ, ասենք ինչ որ դեպքեր հավաքվել են մարդիկ եւ ուզում են իրար կողքի լինել, իրար մխիթարել սոքոպ դեպքերի ժամանակ, ուրախության առիթներում իրար կողքի լինել, ուրախանալ, բայց նայում ես, կարծես մեկը մեկին կողքին են, ամբողջովին անկեղծությամբ, երբ որ դառնում է մեկը Աստծուն ապաշխարում է, մեկ էլ տեսնում ես, շատ մարդիկ սկսեցին հակառակել։ Այն թվացյալ միաբանությունը կարծես քանդվեց, սկսում են մարդիկ ասել, ամոթ է հավատացյալ ես դարձել, ետ քաշվիր, դու Քրիստոսին ես ընդունել, մեղքերի թողության արժանանաս, փրկություն ունենաս, հոգիդ ապրի, կյանք ունենաս, բայց այս պայքարը ուր է տանում։ Թող հավատքը։ Ինչու ես գնում այս ինչ որ մի խումբ, որ ավետարան է քարոզվում։ Թշնամիներ են դառնում, կարծես քեզ, հակառակում։ Բաժանում է առաջանում։ Բաժանում։ Այդպես է թե ոչ։ Շատ շատերը հալածվել են։ Մեր մեջ է շատ մարդիկ հալածվել են։ Ապաշխարելուց հետո նույնիսկ այն մարդիկ, որ հարազատ էին, ծնողներ, եղբայրներ, քույրեր, որ հարազատներ էին, իրար հետ մեծացել են, իրար համար խնամք են արել, մեկ ապաշխարում է, հալածող են դառնում։ Կատարվում է այդ խոսքը։ Ինչն է պատճառը։ Ոմանք իրենց սրտներում ունեն կուռքեր, համարում են, որ իրենց կրապաշտությունն է ճիշտ, դու ես շեղվել, Հիսուսին դարձել,
իրենց կուրքերն էին ճիշտ, բայց դու գիտես, դա կուրք է, դա չի կարող քեզ փրկել, չի կարող մարդուն փրկել, դու Հիսուսին ես դարձել, որ ապրես, մեղքերի թողության արժանաս եւ ապրես։ Ոմանք չեն սիրում արդարությունը, չեն սիրում, որովհետև արդարության հետ կռիվ ունեն, մեղքն են ընտրել, մեղավոր մարդ են, ասում են ինչ ես այդքան խորացել այդ ճանապարհի մեջ, միջև անգամ գովաբանում են խաբեությամբ ապրելը, որ չխաբես ոնց ես ապրելու, տունը չես կարա պահես, այս աշխարհի մարդ չես դու, այս աշխարհի մեջ կկորես, բայց նայում ես Կորան մեղք ընտրած մարդիկ ապրեցին հավատքը, Աստծուն ընտրած մարդիկ։ Եվ արդարության ճանապարհը, այսպես ասած, ավելի մարդկանց աչքին բարձրացավ արդարություն ընտրած մարդկանց պատճառով։ Կյանքն էլ է դա ցույց տվել։ Մեղավոր մարդկանց վերջը արդարի վերջը։ Բայց մարդիկ հալածում են արդարին, բաժանում եղավ մեղք ընտրած մարդու եւ արդարություն ընտրած մարդու միջև։ Երբ որ ուզում ես ետ քաշվես այդպիսի մարդուց, սառն ես վերաբերվում, ուզես չուզես, այդպես է։ Դու չես կարող մեղք ընտրած մարդուն կամ գոռոզությունը գովաբանող մարդուն ամեն օր իր հետ նստել հելնել։ Դու խոնարհել ես քո անձ Աստծո առաջին, մեղքերդ գիտակցել, ապաշխարել, խոստովանել, բայց նա խոնարհությունն է դա այսպես ասած փնովում, գոռոզությունն է գովաբանում, այնպիսի մի կյանքի մեջ իբրև իր կյանքից փառք բերող օրինակներ է պատմում, որ իր գոռոզությամբ, իր հպարտությամբ բարձրացրել է իր անձը ու անարգում է խոնարհությունը, անարգում է քեզ, ուզում է վարակել, թշնամություն անում քո դեմ։ Ուզում ես ետ քաշվել, մարդիկ են հայտնվում եւ ասում են, ինչու ես հարազատից կտրվել, այս ընկերոջից կտրվել, աղբորիցդ կտրվել, հորեղբորիցդ կտրվել, լավ մարդ էր, քեզ շատ բարիք էր անում, ասում է, բայց տեսնում ես, ինքը ասում է մի ապաշխարիր, սա է ասում կոնկրետ ասած, Աստծուն մի դարձիր, հոգուտ կործանման աշխատանք է տանում քո համար, դու ետ ես քաշվել, ցույց ես տալիս պատճառներ, ասում ես ախր դուք ասում եք այդ մարդու հետ դիր, նստի ել, բայց այս մարդը այս չար պտուղներ ունի, այս չար գործեր ունի, այս մտքերը, որ մարդուն կարող է կործանել, ներող եղի, ներողամիտ եղիր, ներելը ուրիշ բան է, ումից, որ պետք է հետ քաշվել, դա ուրիշ բան է, և ներելու, այսպես ասած, պահանջի քողի տակ, իբրև ներողամիտ լինել պահանջելով, ուզում են քեզ տանեն այն խախտումը կատարելու, որ Տերն ասեց շարունակությունում հեսա որ կկարդամ, տեսեք ինչ ասում Տերը, 37 համարն ենք ասել, ով որ հորը կամ մորը ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ, ով որ որդուն կամ աղջկան ինձանից ավելի է սիրում, նա ինձ արժանի չէ, ինչ է նշանակում արժանի չէ, իմ ներկայության մեջ չի լինելու, չակերտները բաց նայենք, հա, չի փրկվելու, չի մտնի երկինք, և ով որ իր անձը փորձում է գտնել, կկորցնի նրան, և ով որ իր անձը կորցնե, նա կգտնե նրան, ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում, և ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում, ով որ մարգարե է ընդունում մարգարեի անունով, նա մարգարեի վարձք կառնե, և ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնե, և ով որ այս փոքրերից մեկին միայն մի սար ջուր խմեցնե աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնի իր վարձքը։ Տեքստը չի առանձնացված, նույն տեքստի մեջ է խոսվում այս շարունակությունը, որ կարդացի։ Ինչ է նշանակում Տիրոջ սիրել։ Եթե մեկը ինձանից ավելի սիրի իր հորը, մորը, հարազատին, որևիցե մի անձի ավելի սիրի ինձանից, այսինքն
Մարդը մի բան է քեզ առաջնորդում, մի ճանապարհի է քեզ մղում, որ հեռանալու ես Աստծուց։ Հավատքից հանի քեզ։ Վտանգված ես, ետ քաշվիր, այդպիսի մարդուց պետք է ետ քաշվես, սա է ասում Տերը։ Նու չես կարող իր գաղափարներով առաջնորդվել ու համարես քեզ, որ Տիրոջը սիրող անձնավորություն ես, Տիրոջ սիրողը Տիրոջ խոսքը կպահե։ Ու շարունակությունում ինչ է ասում, որ Տիրոջը սիրել կամ մարդկանց սիրել, ինձանից ավել սիրել, ինձանից ուղարկվածների դեմ հակառակություն կունենան։ Եթե ուշադրություն եք դարձնում, ասում ենք, միանգամից հենց այս խոսքն է խոսում, ով որ մարգարե է ընդունում մարգարեի անունով, նայում ես պատգամ տվողներից քեզ ուզում են հեռացնել։ Նրան, որին ես եմ ուղարկել, ընդունեցիր, ինձ ընդունեցիր։ Այս պատգամ տվողին, Աստծո ծառային մերժել տվեցին, հաջողվեց մերժել տալ։ Դու մերժեցիր նաև Հիսուսին, որովհետև այդ մարդկանց միջոցով է մեզ Աստված իր միտքը տալիս, հոգևոր հացը տալիս, արդարին մերժեցիր, ինձ մերժեցիր, Տերն ասում է, արդարից շնորհված, որ քեզ պիտի հասնի օրհնություն կկորցնես, մարգարեի ձեռքով, որ որոշված է բարիք հասնի քեզ, մերժեցիր, կկորցնես, սիրել Տիրոջը, սա է, որ իրենից ուղարկված մարդկանց խոսքը լսես, արդարին արդար ասես, Տիրոջ օրենքի համեմատ արդար ճանաչես։ Բայց աշխարհիկ գաղափար ունեցող մարդիկ իրենց չափանիշներով են խոսում եւ արդարին մեղավոր համարում, Աստծո ծառաներին անարգում։ Մարդիկ շատ հեշտությամբ ազդվում են այդպիսի աշխատանք տանողներից եւ ամենավտանգավորը կեղծ հոգևորն է։ Կեղծ հոգևորը, ամենավտանգավորը, որովհետև հավատացյալի հեղինակություն ունի, բայց Աստծո խոսք չի պահում։ Եվ օգտվելով, որ ինքը հավատացյալի հեղինակություն ունի, խոսում է բաներ, որ Աստված չի ասել։ Եվ կարողանում է մարդկանց վրա ազդել, որովհետև համարում են իրեն հավատացյալ։ Ուշադրություն դարձրեք, մանավանդ ավելի հաջողություն կունենա այն կեղծ մարդը, որ եւ ազգական է, եւ իբրև հոգևոր է։ Հեղինակություն ունի հավատացյալի, ազգական է, շատ մարդիկ էլ, երբ որ դու ետ ես քաշում այդպիսի մարդուց, չես ուզում նստել հելներ իր հետ մի սուրճ էլ խմել, որովհետև գիտես սրա մտքերը թույն են։ Մարդիկ սկսում են պահանջել քեզանից, իբրև դու ներող չես, մարդու սխալների հետևից ես ընկնում, բարերի հետևից ես ընկնում, բայց դու տեսնում ես վտանգ է սա։ Եթե ես Տիրոջ խոսքը չպահեմ, կկործանվեմ ինձ։ Ոչ մեկ իր անձին չվստահի, ումից պետք է ետ քաշվել, եթե ետ չքաշվեցիր, դու քեզ մատնել ես փորձանքի։ Շատ տեղեր է խոսում այս մասին։ Ես միակ այս հատվածն եմ կարդում, դու կարող եք շատ սուրբ գրքում տեսնեք, ասեք, շատ խոսքեր ասում է մարդ տեսար, որ 2-3 անգամ փորձեցիր ուղղել, ետ քաշվիր, այդ մարդը չի ուղղվում, ետ քաշվիր։ Դու էլ մի մտածի, որ իրան կարաս ուղղես, թող, դու ես վնաս քաշելու, որտեղ որ ետ չես քաշում, վնաս ես տանում, դու ես վնասվում։ Եվ հաջողվեց առաջին դարում Հիսուսին Տիրոջը, գիտեք ով է նա։ Վարքաբեկեցին մարդկանց առաջին կեղծ հոգևորականները։ Այն մարդիկ, որ Հիսուսի գալիս էին նրա մոտ բժշկվում, օրհնություն ընդունում, խոսք լսում, զարմանում, հիանում էին նրա վարդապետության վրա, օրեր եկավ եւ մի մեծ ամբող հավաքվեց, գոռում էին խաչել նրան։ Բա ուր էին այն մարդիկ, որոնք բժշկվեցին, օրհնություններ ընդունեցին, ինչու այդքան հեշտ հեղափոխվեցին, ինչու փոխվեցին։
որովհետև դեռ չէին, այսպես ասած, գնահատել ով է Քրիստոսը։ Կամ այսօր ովքեր են ավետարանի խոսք խոսում, հո ասելով չի, հավատացյալ եմ, դա երևում է կյանքով։ Մարդ, որ խոսում է, ինչ է խոսում, ինչ թեմա է խոսում։ Մարդիկ օրենքներ են, հիմա շատ օրենքներ են ավելացրել, ինչպես առաջին դարում։ Իրենց մարմնավոր, մարդկային մտքից հնարած, իրենց հայրերի հնարած օրենքներով մեղադրեցին Հիսուսին։ Շաբաթը չի պահում, մարդ է բժշկում, ինքը Աստծուց չի։ Դո հենց շաբաթ պահողը Տեր Հիսուսն էր։ Իրանք էին շաբաթի հետ կապված ուրիշ չափանիշներ հնարել։ Հիվանդ մարդու չորացած ձեռքով մի մարդու, որ շաբաթ օր բժշկեց, չէ ինքը Աստծուց չի, իրենց հնարած օրենքով մարդ են մեղադրում։ Այսօր էլ նմանապես մարդիկ հնարել են օրենքներ, բաժակ բարձրացնեց մի կենաց, մի մաղթանք ասես, աշխարհիկ մարդ, աշխարհիկների նման օղ ու բաժակը բռնելը մի կումել արեց, բայց որտեղ է գրված, որ դա մեղք է։ Ուշադրություն դարձրեք, կարող է սա համարես մի հաստարակ հարց, բայց արդար մերժելու է տանում, արդարին մերժեցիր, արդարի վարձ կկորցնես։ Այս սխալ չափանիշներով մարդիկ սկսում են քննադատել Աստծո արդարին։ Ու շատ մարդիկ սկսում են հեշտությամբ այդ մտքերին տեղ տալ։ Նորից եմ ասում, տեղ են տալիս, դե հարազատ է, իրանք էլ են հավատացյալ, բայց հələ մի հատ նայիր, իրա խոսք ավետարանի գրվածքին բռնում է, թե ոչ։ Եթե դու ընդունում ես, որ օղու բաժակ բռնելը կամ մի ինչ-որ չափ խմելը մեղք է, այսինքն դու մեղադրում ես նաև Հիսուսին, որ ջուրը գինի դարձրեց, նույնիսկ իրեն մեղադրում են, ահա ուտող և խմող մեղավորների բարեկամ, որ մարդկանց հետ նստում է, հաց է ուտում, ինչ-որ չափ էլ գինի էր խմել։ Դու ընդունում ես դա, արդար ես մեղադրում, արդարի վարձքը չես առնի։ Շատ մարդկանց, որ Աստված ծառա է դրել, որ մեզ ծառայեն, մեր աչքից կգցեն պես, եթե դու ընդունես այդպիսի մարդու, ու ինչի հիմա վրա են ընդունել տալիս, ներիր, այ բալամ, ներելը սա է, որ ոտս տրորել է, ներեցի լավ, բայց սուտ գաղափար է խոսում, սուտ վարդապետություն, ճշմարտության դեմ է խոսում, հակառակ ավետարանին, էսի ներել չներելու հարց չի։ Այսպիսի մարդուց Տերն է ասում, ետ քաշվիր, վերջ։ Եթե ինձանից ավելի է սիրում մեկին իբրև հարազատի անվան տակ, ինչ կլինի։ Շատ մարդիկ իրենց ընտանիքում ունեին ընտանիքի անդամներ, որ հարգում էին հավատքը, եկեղեցու խոսք լսում, երբ որ կեղծ հոգևորներին քաղցր վերաբերմունք ցույց տվեցին, սկսեցին դուր բացել, հարազատ են, դռները բացեցին իրենց ընտանիքներում, սկսեցին շփվել իրենց հետ, մեկ էլ տեսնում ես, այս հարազատը դարձել է եկեղեցուն փնովող, ծառաներին անարգող, այ մարդ, ուր կուզես գնա, մենակ այդտեղ մի գնա, այդ խումբը մի գնա։ Բայց առաջը տես չէիր, ինչ դարձավ, ինչու դարձավ այսպես։ Հələ մի հատ էլ ասում են աղոտ քարեք, որ ընտանիքս ապաշխարի։ Գայլը գառը տվել ես գերի բերան, ուզում ես գառը ողջ մնա։ Սպանեցին միտքը, հոգին, կործանեցին։ Ինչ ես կեղծ հոգևորների առաջ դուր բացել, որ մեկ էլ ընտանիքիդ ավերեն ու քեզ էլ հալածող դառնան։ Պատկերացնում եք, շատ մարդիկ ուշադիր չեն և շատ հեշտ խախտում են այն հրամանը, որ Տերը տվեց։ Մարդիկ ասում են, ինձ օրինակ ասել են, մեղադրել են իմ հասցեին, ուղղակի դեմս չեն ասել։ Որ այս մարդուն լսենք, պիտի հարազատներից կտրվենք։ Ինձ մի լսեք, Տիրոջը լսեք։ Տիրոջ խոսքը ինչ ասում է, այդպես վարվեք։
Սա մարդու լսելու հարց չի։ Մատթեոսի ավետարան 23:13-ից կարդամ. Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջին, որ ինքներդ չեք մտնում եւ մտնողներին էլ թույլ չեք տալիս մտնեն։ Դուք չեք ընդունում Աստծո արքայությունը, ով ուզում ապաշխարի, նրան առաջ էլ դուռ եք փակում։ Ովքեր ավետարան են խոսում, փնովում եք, որ մարդը չգա ապաշխարի։ Բայց ովքեր էին այս մարդիկ, դպիրներ, փարիսեցիներ։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ ուտում եք որբևայրիների տները եւ պատճառանքով երկար աղոտ քանում, նրա համար ավելի դատապարտություն կստանաք։ Վայ ձեզ դպիրներ եւ փարիսեցիներ, կեղծավորներ, որ շուռ եք գալիս ծով ու ցամաք, որ մեկը նորահավատ անեք եւ երբ որ լինում է, նրան ձեզանից երկու տակ ավելի գեհենի որդի եք անում։ Այսինքն այնպիսի գաղափարներով եք լցնում այդ մարդուն, որ ուզում էր ապաշխարել, որ էլ ապաշխարելու հնարավորություն չի ունենում։ Երկու տակ գեհենի որդի եք անում։ Այնպիսի սուտ վարդապետություններով կերակրում եք մարդուն, որ էլ ճշմարտության ընդունելու տեղ չի ունենում, դառնում է այսպիսի մարդ, երբ է ավետարանի խոսք լսի, մեկին տեսնի մի քարոզիչ սուրբ մարդ, գինին ձեռքին, բաժակը ձեռքին, всё, էլ իրանից լսելու բան չունի։ Ինչու՞, որտեվ այդպես են սովորեցրել, դա են չափանիշներ դրել։ Կամ մի մարդ Աստծո զավակներ ուրախության առիթ է պարեն, ուրախություն արտահայտեն, վերջ, աշխարհիկ են։ Բայց որտեղ է գրված այդ չափանիշով դու մարդուն աշխարհիկ համարես։ Կամ պարվոր չար պարեր է, աննորմալ պարեր են, կամ պարվոր այդպես չէ, չար չեն, եւ ուրախության արտահայտում է։ Սուրբ գրքում էլ կան, սուրբ մարդիկ էլ ուրախացան, բար եկան, նորմալ է, բայց այս արի ուտես, կասես թե սրա մեջ ինչ կա, ոչ, արդար մերժեցիր դրանցից դրդված, մարգարեի մերժեցիր դրանցից դրդված, այդ չափանիշներից դրդված, մարդիկ այսօր տեսնում ես, խոսում են իբրև ոգևորված, իրենց ցույց են տալիս հզոր հավատքի տեր, ինչ է ձեր մոտ, գնում նստում եք, լսում խոսք, լսում եք, լսում, մտածում, մեր մոտ դավանում են, այդ ոգևորված ինչ-որ դավանություններ, որի հիմքը սուրբ գիրքը չի, բայց այդ ոգևորված, այսպես ասած շոու, քարոզիչի, որ շոյու է անում, նրա այդ շոուն այնքան է համակրում մարդկանց, գրավում, որ ավելի ազդեցիկ են համարում դա, քան Աստծո ավետարանի խոսք լսելը։ Գայթակղվում են, ազդվում դրանից, համարում, որ դա շատ ազդեցիկ քարոզ էր, բայց մեջ ինչ կար, հələ եկեք տնտղենք, տենանք, մեջ ինչ կար, սուրբ գրքից բան խոսվեց, մի հատ սեղմենք, այդ ավելորդությունները հանենք, տեսնենք ինչ ասեց, հանում են, հանում, տակը բան չի մնում։ Ասում են դավանի Հիսուսին, դավանի հարուստ եմ, դավանիր, փրկված եմ, բայց հիմք, որի հիման վրա դավանությունը պիտի լինի Աստծո խոսքը չկա։ Մարդը դավանում է, ես Հիսուսին հավատում եմ, որովհետև Աստված ասեց այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, այդ հավատացողը ես եմ։ Ես տեսնում եմ ինձ հավատացող, սուրբ գրային միտք է, առողջ միտք։ Կամ մեղքերի թողության արժանացավ, որովհետև զոհ եղավ ինձ համար Քրիստոսը։ Բայց հարստահարում են մարդուն, եւ մարդը չի տեսնում, որ իրեն թալանեցին, իր ունեցած ավետարանի գիտությունը տարան իրենից, որովհետև սուտ կեղծ հոգևորների հետ չափն անցավ։ Աստված ասել էր ետ քաշվի, շփում ունեցավ։
Պետրոս Առաքյալը երկրորդ նամակում այսպիսի խոսք է խոսում, երկրորդ նամակը Պետրոսի 3:17-ում. Ուրեմն դուք սիրելիներ, առաջուց իմանալով զգուշ կացեք, որ միգուցե անօրենների մոլորությունով հափշտակվելով ընկնեք ձեր հաստատությունը սուրբ գրային գիտությունից, ձեր աչքին ցածրանա սուրբ գրային այն կրթությունը, որ տրվում է, սովորում ես, կրթվում ես, աչքիդ ցածրանա, այդ հաստատությունից նայիր, ուզում են քեզ զրկել, չկորցնես դա։ Աստված ձեզ օրհնի, իրականում պայքար է սա, ժողովուրդ, պայքար է, հոգու փրկությունից զրկելու քեզ, և հնարավորություն ստեղծվի ներխուժեն մարդիկ քո կյանքի մեջ, որոնք չարից որսված են, հակառակությամբ բռնված, ուզում են քեզ հանել հավատքից, ուզում են Աստծո ծառաներից հեռացնել քեզ, ուզում են արդարներին քո աչքին գցել, որ արդարը քեզ ընկեր չլինի, արդարի հետ չշփվես, թալան է սա, հոգևոր թալան, Աստված օրհնի ձեզ ժողովուրդ ջան, չպետք է խաբվենք, այո ներում ենք, բայց եթե մեկից պիտի ետ քաշվենք, ետ կքաշվենք, եթե մեկ ավետարանի խոսքն է ծռում, նրա հետ մենք տալ առնելու բան չունենք, թեկուզ հարազատ կոչվի, եթե մեկը Քրիստոսին մերժելու է տանում, այն նուր ձևով խաբկանքի, մենք տալ առնելու բան չունենք, Տերը ձեզ օրհնի ժողովուրդ ջան, աղոթք անենք, խնդրենք մեզ օրհնի Տերը,